Նախ Վլադիմիր Կարապետյանի հարցաքննության հետ կապված արդյոք այսպես հնչեցին բոլոր հուզող հարցերի պատասխանները։ Իհարկե բնականաբար ոչ, որովհետև պատասխաններ էին, որոնք ինքը իրեն պաշտպանելուն են ուղղված։ Մենք չենք կարող ընդունենք այդ պատասխանները, որովհետև որ պայն ընդունեցի, ուրեմն ուղիղ ասում եմ, որ իմ պաշտպանյալը արել է սուտ մատնություն։ Մինչդեռ սուտ մատնության հոդվածի պարագայում ոչ թե մենք պետքա գայինք այսպես հարցեր հնչեցնեինք, այլ պետքա հատուկ օպերատիվ ԱԾ-ի կողմից օպերատիվ գործողություններ կատարվեր եւ բարձեին առասարակ եղել է տվյալ անձը միջնորդավորված որևէ մեկի կողմից հավաքագրված, հատկապես Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից թե ոչ, իհարկե ես չեմ խախտում իր անմեղության կանխավարկածը, բայց եթե անձը հաղորդում տալիս ինքն է գրում, որ կարծում եմ Իսագուլյանը կարծում եմ, չի ասում ես վստահ եմ, որ Իսագուլյանը, թե ասում եմ ես կարծում եմ, որ Իսագուլյանը կատարել է սուտ մատնություն, մեզ համար սա հասկանալի չի։ Հասկանալի չի, որ վարույթի նյութերին ծանոթանում է, որ իր կինը Ալիևի հետ գրված է Փաստինֆոյի համապատասխան հոդվածում, որը քրեական վարույթի նյութ է, որ իր կինը իբրև թե Ալիև կապն է ապահովում վարչապետի հետ, այդ թվում նրա Աննա Հակոբյանի հետ կապված ինչ որ մտերմության մասին է խոսքը գնում եւ չի գնում դատարան եւ զրպարտության համար չի դիմում։ Մեզ դա հասկանալի չի։ Հասկանալի չի, որ այն ինչը ասել է պարոն Իսագուլյանը, որը նշված է Փաստինֆոյում, կրկին չի վիճարկում քաղաքացիական դատարանում։ Հենց Արգիշտի Քյարամյանը լինում է քննչական կոմիտեի նախագահ, միանգամից դիմում է գրում, որ Իսագուլյանին պատժեն։ Այմես այս հարցերը միանշանակ կասկածի տեղիք են տալիս։ Տիկին Ծառուկյան, իսկ Արգիշտի Քյարամյանի մասով էս ինչ ծածկատոմփոցի իսկ այսպես ասած փորձ է։ Իսկ դուք ի՞նչ եք կանխատեսում։ Կարող են գալ օրինակ Այս գործի մեջ կարծում եմ մի դատավորի բախտն է բերել, որ ինքը վկա կարգավիճակ է ունեցել, ով առաջ խաղացում է ունեցել։ Հենց ինքը գալիս է հարցաքննության, ես օրինակ ուզեի այս դատավորը նույնպես առաջ խաղացում ունենար, որտեղ ավելի արժանի է կարծում եմ, բայց գտան ավելի հետաքրքիր հնարք։ Ով է տեսել Հայաստանի Հանրապետությունում խուսափեն Արգիշտի Քյարամյանը, ով եղել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հետո եղել է քննչականի պետը, խուսափի գա պաշտպանի եւ մեղադրյալի հարցերին պատասխանելու։ Սա բոլորիդ ինչ է հուշում։ Հետևությունները թող հանրությունն է։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ դա գործի քննությունից հանվելու են նաև Քյարամյանի ցուցմունքները։ Հենց ցուցմունքներն է հանվելու։ Թողնվելու է դրվագը, խախտվել է մեր մրցակցության իրավունքը։ Այսինքն թողնում են, որ Արգիշտի Քյարամյանի նկատմամբ եղել է սուտ մատնություն, բայց իրան հարցաքննելու հնարավորությունը չեն տալիս։ Այսինքն ինչու չեն տալիս, որովհետև իրենք գիտեն ինչ հարցեր է գալու, որովհետև այս բոլոր հարցերը, որոնք արդեն տրվել են, դատախազները գնահատում են եւ հասկանում են, որ տակը կա փաստական տվյալներ, իսկ Արգիշտի Քյարամյանի պահով առանձնահատուկ էր լինելու։ Դրա համար մարդիկ կթան այս տարբերակը։ Տիկին Ծառուկյան, մի փոքր երևի թեմայից դուրս, բայց նաև թեմայի հետ կապված խորհրդարանական ընտրություններում 18000 քաղաքացիներ ընտրողներ գաղտնի քվեարկություն են իրականացրել։ Սա կարող ենք կապել այս գործի հետ, որովհետև շատ հարցեր կան եւ չեն պարզաբանվում հանրության շրջանում։ Ես առաջի անգամ եմ լսում, որ ժողովրդավար երկրում, երբ որ բռնատիրություն չի, սահմանադրությունն էլ սահմանում է, որ ամեն ինչ պետք է լինի պարզ ու թափանցիկ, հատկապես ընտրողների մասին է։ Ընտրողներ, որոնք election համակարգում հստակ իրենց հաշվառումներով արկային եւ բացահայտված են։ Հանգարց ստացվում է, որ կան 18000 հոգի, որոնք գաղտնի քվեարկություն են անում, ավելի նրանց անձը գաղտնիության ռեժիմի տակ է։ Նման կարգ Հայաստանի Հանրապետությունում չկա։ Բայց եկեք չմոռանանք Վրաստանից ID քարտերի հետ կապված, ինչպիսի տվյալներ կար մամուլում, կեղծիքների հետ կապված։ Եվ արդյոք սրանք այն անձնագրերը չի, ինչի մասին Իսագուլյանը ժամանակին օրինակ խոսել է։ Մենք վստահ ենք, որ ադրբեջանցիներ չեն, օրինակ քվեարկողները։ Վստահ ենք, որ կեղծ անձնագրեր չեն։ Ես ուղղակի նման օրենսդրական կարգ ինձ ծանոթ չի, որ գաղտնի քվեարկության մասին խոսք գնա։ Այո, կարող են կապել։